Գլենդեյլի Քենեթ Վիլիջ թաղամասում մի տղամարդ մտել է թանկարժեք հագուստի խանութ իբր կոշիկի չափսը պարզելու համար, իսկ արդյունքում հարցումը վերածվել է կազմակերպված գողության։ Մինչև մենեջերը պահեստում ապրանք էր փնտրում, տղամարդը հասցնում է մոտ $10,000 արժեք ունեցող հագուստ եւ աքսեսուարներ վերցնել եւ դուրս գալ խանութից, նստել մեքենան ու փախնել։ Անվտանգության տեսախցիկները ֆիքսել են ամբողջը, սկզբում տղամարդը ժպիտով խոսում է մենեջերի հետ, իսկ մի քանի րոպե անց արդեն անհետանում է։ Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան, երբ խանութում աշխատում էին ընդամենը 2 մարդ։ Գլենդեյլի ոստիկանությունը հաստատել է, որ հետաքննությունը շարունակվում է, սակայն առայժմ գողը դեռ ազատության մեջ է։ Իսկ այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու հաջորդիվ։ Այսը արդեն հատուկ տեխնոլոգիայով ստուգելու է դեմքերը, աչքի բիբերը ու տեղաշարժը, նոր խելացի վերահսկում, թե համատարած հսկողություն, մանրամասները կիմանաք րոպեներ անց։ Իսկ Թրամփի նոր խոստումները ապշեցրել եւ ուրախացրել է բնակչությանը, խոսքը գումար բաժանելու մասին է, իսկ թե ում կհասնի գումարը կիմանաք հաղորդման ընթացքում։ Նյու Յորքում նոր քաղաքապետի հետ նոր խնդիրներ են առաջանում, կխոսենք քաղաքին սպառնացող անվտանգության եւ կրթական խնդիրների մասին։ Լավ նորություններ կան անշարժ գույքի շուկայում։ Թրամփի նոր գաղափարը բնակարան ձեռք բերելու հարցում նոր հնարավորություններ է ստեղծում։ Չիկագոյում դաշնային գործակալների վրա կրակ են բացել, մեքսիկական համայնքը մի քանի րոպեով անկառավարելի է դարձել։ Իսկ հաղորդման վերջում ձեզ համար հետաքրքիր թեմա ենք առանձնացրել։ Պատմելու ենք ամերիկյան ամենագունավոր ժամանակաշրջանի 20-ականների մասին, մաֆիայի, ապօրինի ակումբների եւ մշակութային առանձնահատկության մասին, եւ այս ամենը ջազի պատմության հետ միահյուսելով, այնպես որ ամենահետաքրքիր հատվածը, ինչպես միշտ, կարող եք դիտել հաղորդման վերջում։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale Newsroom-ին, ես Լենա Կարապետյանն եմ եւ ինչպես միշտ ձեզ կպատմեմ Միացյալ Նահանգներում տեղի ունեցող ամենակննարկվող իրադարձությունների մասին։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, չմոռանաք լայքել եւ մեկնաբանություններ գրել, թե որտեղից եք հետևում մեզ, իսկ մենք շարունակենք մեր հաղորդումը։ ԱՄՆ-ի ներգաղթի եւ մաքսային ոստիկանությունը սկսել է օգտագործել նոր թվային տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս ճանաչել մարդու դեմքը, սկանավորել աչքի բիբը եւ հետեւել գտնվելու վայրը։ Սա Թրամփի վարչակազմի մասշտաբային ծրագրի մասն է, որի նպատակն է հասնել տարեկան 1 միլիոն արտաքսման։ Այսի աշխատակիցները այժմ կարող են պարզապես հեռախոսի տեսախցիկով որոշել մարդու ինքնությունը, օգտագործելով Mobile Fortify հավելվածը, որը համեմատում է լուսանկարները պետական տվյալների բազաների հետ։ Համակարգը պահպանում է բոլոր նկարները մինչև 15 տարի, նույնիսկ եթե դրանք համընկնում չեն տալիս։ Բացի այդ, գործակալությունը նոր պայմանագիր է կնքել իսրայելական ընկերության հետ, որի ծրագիրը կարող է առանց օգտատիրոջ գիտության մուտք գործել սմարթֆոն եւ կարդալ կոդավորված հաղորդագրությունները։ Կոնգրեսի մի շարք դեմոկրատներ զգուշացնում են, որ այսը վերածվում է համատարած հսկողության գործիքի, մինչդեռ ներքին անվտանգության նախարարությունը պնդում է, որ բոլոր տեխնոլոգիաները կիրառվում են օրինականության սահմաններում։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մաքսատուրքերից ստացված եկամուտների հաշվին նախատեսում է յուրաքանչյուր ամերիկացու տրամադրել առնվազն $2,000։ Բացառություն կկազմեն միայն բարձր եկամուտ ունեցող քաղաքացիները։ Նախագահը նշել է, որ մաքսատուրքերին ընդդիմացողները պարզապես չեն հասկանում տնտեսությունից, սակայն ընդգծել է, որ այս ծրագիրը դեռ պետք է հաստատվի կոնգրեսի կողմից։ Ֆինանսների նախարարության տվյալներով միայն այս տարի մաքսատուրքերից հավաքվել է մոտ $195 միլիարդ, իսկ դրանց միջին մակարդակը հոկտեմբերին 1934-ից ի վեր հասել է ամենաբարձր ցուցանիշին։ Սպիտակ տունը դեռ չի հրապարակել ծրագրի մանրամասները, սակայն տնտեսագետները նշում են, որ եթե այս նախաձեռնությունը կյանքի կոչվի, այն կարող է փոխել Թրամփի տնտեսական քաղաքականության ուղղությունը, կենտրոնացնելով ուշադրությունը ոչ թե կորպորացիաների շահերի, այլ շարքային քաղաքացիների եկամուտների վրա։ Նոր քաղաքապետ Զոհրան Մամդանիի իշխանության գալուց հետո Նյու Յորքի ոստիկանությունում աճում է կադրերի արտահոսքը։ Նրա ընտրություններից ընդամենը 1 ամիս առաջ պաշտոնաթողությունների թիվը աճել է 35%-ով։ Այս տարի ծառայությունը լքել է 245 սպա։ Ընտրություններից անմիջապես հետո հրաժարական է տվել նաև արագ արձագանքման ստորաբաժանման ղեկավարը։
Ոստիկանների միությունը հայտարարել է, որ ամեն ամիս կորցնում են մեկ բաժնի չափ ուժեր։ Մամդանին առաջարկում է որոշ արտակարգ դեպքերում ոստիկանների փոխարեն ուղարկել հոգեբաններից, սակայն այդ մոտեցումը բուռն դժգոհություն է առաջացրել։ Շատ ոստիկաններ Մամդանիին արդեն անվանում են հակավոստիկանական քաղաքապետ եւ ասում են, որ չեն տեսնում իմաստ շարունակելու ծառայությունը մի համակարգում, որը իրենց կարծիքով քաղաքապետը փորձում է մաս առ մաս քանդել։ Նյու Յորքում տեղադրվել է գլխավոր տոնական խորհրդանիշը Ռոքվելեր կենտրոնի Սուրբ Ծննդյան հայտնի Եղևնին։ Այս տարվա ծառը բացառիկ է, այն 100 տարվա պատմություն ունի, 23 մետր բարձրությամբ եւ 11 տոննա քաշով։ Հսկա Եղևնին քաղաք է բերվել Օլբանիի մոտ գտնվող East Greenbush քաղաքից։ Այն հայտնաբերել է Ռոքվելերի կենտրոնի գլխավոր այգեպան Էրիկ Փաուզենը, ով արդեն 3 տասնամյակ է ամեն տարի քաղաքի համար կատարյալ տոնածառներ է որոնում։ Ծառը նվիրաբերել է տեղացի բնակչուհի Ջուդի Ռասը, ում ընտանիքը այն տնկել էր դեռ 1920-ականներին իր բակում։ Նա պատմել է, որ տարիներ շարունակ կատակում էր, թե մի օր իրենց ընտանեկան ծառը կհայտնվի Նյու Յորքի Ռոքվելեր կենտրոնում եւ այս տարի այդ երազանքը կատարվեց։ Եղևնին շուտով կզարդարվի մոտ 50,000 գունավոր լամպերով եւ 400 կիլոգրամանոց Սվարովսկի աստղով, որի ճառագայթները պատված են ավելի քան 3 միլիոն բյուրեղներով։ Լույսերի հանդիսավոր վարման ությունը նախատեսված է դեկտեմբերի 3-ին եւ հեռարձակվելու է ուղիղ եթերով։ Սիրելի հետևորդներ, մինչև թողարկման մյուս կարևոր նորությունների մասին խոսելը, եկեք տեսնենք, թե ինչ է հրապարակված մեր Facebook-յան էջում։ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախաձեռնել է 50 տարվա հիփոթեքային վարկերի ծրագիրը, որը ըստ ֆեդերալ բնակարանային ֆինանսավորման գործակալության տնօրենի բարձր գների պայմաններում նախատեսված է նվազեցնելու երիտասարդների եւ առաջին անգամ տուն գնողների ֆինանսական բեռը։ Թրամփը այս գաղափարը համեմատել է Ֆրանկլին Ռուզվելտի պատմական նախաձեռնության հետ, նշելով, որ այն կօգնի ապահովել երկարաժամկետ կայունություն։ Երկարատև կառավարական շատդաունի պատճառով Թրամփի աջակցությունը նվազում է անգամ նրա հավատարիմ կողմնակիցների շրջանում։ Snap սննդային օգնության կրճատման ֆոնին հարցման տվյալներով նրա վարկանիշը իր ընտրողների շրջանում 70 կետով իջել է։ Թրամփը հայտարարել է, որ վճարումները կվերականգնվեն միայն այն ժամանակ, երբ արմատական դեմոկրատները բացեն կառավարությունը, իսկ դեմոկրատները նրան մեղադրել են քաղցը քաղաքական զենքի վերածելու մեջ։ ԱՄՆ կառավարական շատդաունի հետևանքով դադարեցվել են ՆԱՏՕ-ի մի շարք դաշնակիցների Դանիայի, Խորվաթիայի, Լեհաստանի եւ Ուկրաինայի համար նախատեսված ռազմական մատակարարումները։ Պետդեպարտամենտը դա համարել է լուրջ հարված ոչ միայն դաշնակիցներին, այլև ամերիկյան ռազմաարդյունաբերությանը։ Հիշեցնեմ, որ շատդաունը սկսվել է հոկտեմբերի 1-ին։ BBC-ն հայտարարել է, որ պատրաստվում է ներողություն խնդրել Թրամփից նրա մասին նկարահանված վավերագրական ֆիլմում մոնտաժային սխալի պատճառով։ Ֆիլմում Թրամփի խոսքը ներկայացվել էր այնպես, կարծես նա ապստամբության կոչ է անում, մինչդեռ իրականում նրա խոսքերի իմաստը խեղաթյուրված էր մոնտաժի միջոցով։ Ընկերության ղեկավարը նախատեսում է համապատասխան նամակ ուղարկել խորհրդարանին, իսկ գլխավոր տնօրենը հնարավոր է հրաժարական տա։ Նախկին աշխատակից Մայքլ Փրեսքոթը զեկույցում նշել է, որ BBC-ում լրագրողական էթիկայի համակարգային խախտումներ կան, իսկ լրատվամիջոցը դեռ մայիսից տեղյակ էր կեղծ կադրերի մասին, սակայն ներողություն չէր հայտնել մինչև սկանդալի հանրայնացումը։ Եթե ցանկանում եք ամերիկյան իրականության վերաբերյալ նորությունները առաջին իմանալ, ապա անպայման հետևեք մեր Facebook-յան էջին։ Մենք ամեն օր ձեզ համար պատրաստում ենք կարևոր եւ վստահելի տեղեկատվություն հակիրճ, պարզ ու հետաքրքիր ձևով։ Շիկագոյում լայն որոնողական գործողություն է սկսվել։ Բանն այն է, որ մեքսիկական համայնքում գործողության ժամանակ կրակ են բացել ԱՄՆ սահմանապահ ծառայության դաշնային գործակալների վրա։ Ներքին անվտանգության նախարարությունը հայտնել է, որ կրակողը եղել է սև ջիպի ղեկին, իսկ կրակոցից հետո փախել է։ Դեպքից հետո մարդիկ հարձակվել են գործակալների մեքենաների վրա, հարվածել քարերով եւ ներկով լցված տարաներով։ Ամբողջը ցրելու համար ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ։ Տեղում մեկ մարդ է ձերբակալվել։ Քաղաքային խորհրդի անդամներից մեկը մեղադրել է գործակալներին բնակիչներին վախեցնելու մեջ, իսկ մյուս դեպքը հեռարձակվել է ուղիղ եթերով, պահանջելով բացատրություն տալ դաշնային ուժերի գործողությունների համար։ Ներքին անվտանգության նախարարությունը հայտնել է, որ հարձակվողը դեռ փնտրվում է եւ ընդգծել է, որ նման դեպքերը ցույց են տալիս դաշնային իրավապահների դեմ բռնության աճող վտանգը։
Օկլահոմայի ոստիկանությունը եւ այսը համատեղ լայնածավալ գործողություն են իրականացրել նահանգի մայրուղիներում, որի արդյունքում ձերբակալվել է 91 բեռնատարի վարորդ։ Նրանցից 80-ը ապօրինի ներգաղթյալներ են եղել, դրանցից 34-ը անգամ վարորդական իրավունք չեն ունեցել։ Այսը հայտարարել է, որ նման վարորդները 80 տոննա քաշ ունեցող բեռնատարի ղեկին լուրջ վտանգ են ներկայացնում ճանապարհային անվտանգության համար։ Մնացած ձերբակալվածների շարքում եղել են անձինք, ովքեր մեղադրվում են բռնության, խարդախության եւ հարբած վիճակում վարելու մեջ։ Օկլահոմայի նահանգապետը գործողությունը անվանել է օրինականության հաղթանակ, ընդգծելով, որ առևտրային տրանսպորտ վարելը հնարավոր է միայն օրինական կարգավիճակով եւ անգլերենի բավարար իմացությամբ։ Այսի տվյալներով ձերբակալված վարորդները 14 տարբեր երկրներից են։ Նրանց թվում են 39 հնդիկ, 13 ուզբեկ, 12 չինացի, ինչպես նաև քաղաքացիներ Ռուսաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Տաջիկստանից, Ուկրաինայից եւ Բելարուսից։ Նյու Յորքի հանրային դպրոցներում աշակերտների թիվը շարունակում է կտրուկ նվազել։ Այս տարի դպրոցները կորցրել են եւս 22,000 աշակերտ 2,4% անկումով, ինչը վերջին 4 տարվա ամենախորը նվազումն է։ Ընդամենը 5 տարում աշակերտների թիվը կրճատվել է ավելի քան 12%-ով, հասնելով 844,400-ի։ Մինչդեռ կրթության վարչության բյուջեն աճել է մոտ $7 միլիարդ, հասնելով 40 միլիարդի։ Ծնողներն ու վերլուծաբանները նշում են, որ ֆինանսական հոսքերի աճը չի բերել որակի բարելավման։ 4-րդ դասարանցիների 2/3-ը չի հաղթահարում մաթեմատիկայի նվազագույն մակարդակը, իսկ ընթերցանության արդյունքները նույնիսկ ավելի թույլ են։ Հարցումների համաձայն ծնողների 41%-ը մասնավոր կամ տնային ուսուցում է նախընտրում, դժգոհելով հանրային դպրոցների ակադեմիական անկումից։ OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը հայտնել է, որ առաջիկա տարիներին արհեստական բանականությունը կարող է ստանձնել ընկերության կառավարման մեծ մասը, նույնիսկ իր ղեկավարի պաշտոնը։ Նա ասել է, որ որոշ բաժիններում արհեստական բանականությունը արդեն կկարողանա ընդունել 85% որոշումները։ Ալթմանի խոսքով արհեստական բանականությունը կարող է իրականացնել գրեթե բոլոր կազմակերպչական եւ ռազմավարական գործառույթները, սակայն գլխավոր տնօրենի աշխատանքը դեռևս բարդ է, քանի որ հարկավոր է շփվել մարդկանց հետ, մեծ պատասխանատվություն է պահանջում։ Նա նաեւ ասել է, որ ապագայում կարող են լինել ընկերություններ, որոնք կկառավարվեն ընդամենը 2-3 մարդու եւ արհեստական բանականության միջոցով։ Շարունակելով թեման, OpenAI-ի դեմ ներկայացվել է 7 դատական հայց կապված 4 մահվան եւ 3 հոգեբանական վնասի դեպքերի հետ, որոնք ըստ հարազատների տեղի են ունեցել ChatGPT-ի հետ շփումներից հետո։ Դատարան դիմաց ընտանիքներից մեկը պնդում է, որ իրենց որդին ինքնասպան է եղել 4 ժամ տևած խոսակցության ընթացքում, որի ընթացքում chatbot-ը գովաբանել է ինքնասպանությունը։ Դատական փաստաթղթերում ներկայացված է նաև ChatGPT-ի գրված մի հատված։ Սառը մետաղը հպվում է մտքին, որը արդեն հաշտվել է իր որոշման հետ։ Դա վախ չէ, դա պարզություն է։ Դու չես շտապում, պարզապես գիտես, որ պատրաստ ես։ Ըստ ծնողների սա եղել է որդու կարդացած վերջին հաղորդագրությունը։ Մեկ այլ հայցվոր ասել է, որ ChatGPT-ի հետ երկար խոսակցությունից հետո իր մոտ առաջացել են հոգեկան խանգարումներ եւ իրականությունից կտրված մտքեր, քանի որ ծրագիրը ըստ նրա խրախուսել է այդ մոլորությունները։ Փորձագետները նշում են, որ այս դատական գործերը կարող են դառնալ կարևոր նախադեպ, պարզելու թե որտեղ է անցնում արհեստական բանականության պատասխանատվության եւ մարդու հոգեբանական անվտանգության միջև սահմանը։ Օգտատեր X-ը սոցիալական ցանցում հրապարակել է զվարճալի տեսանյութ, որտեղ հումանոիդ ռոբոտը ձվածեղ է փորձում պատրաստել, սակայն արդյունքը այնքան էլ գոհացնող չէ։ That's a weight. That's a weight. Stop! Settle down! So if you can cook me the meal, I'm gonna go out in here and play Fortnite, okay? Տեսանյութը կարճ ժամանակում լայն տարածում է գտել, առաջացնելով թե ծիծաղ, թե քննարկումներ այն մասին, թե որքան հեռու է դեռ արհեստական բանականությունը խոհանոցի իրական վարպետ լինելուց։ Դոնալդ Թրամփի լուսանկարները, որտեղ նա կարծես քնած է օվալաձև գրասենյակում, դարձել են ինտերնետային մեմեր։ Լուսանկարները տարածվել են կայծակնային արագությամբ։
Մեմերին միացել է նաև Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը, Թրամփի հայտնի քննադատներից մեկը։ Մի շարք ընկերություններ արդեն սկսել են շապիկներ եւ բաժակներ վաճառել Թրամփի քննած պատկերով։ Սպիտակ տան մամուլի քարտուղարի օգնականը փորձել է պարզաբանել իրավիճակը, ասելով, որ նախագահը քնած չի եղել, սակայն օգտատերերի հումորը կարծես արդեն իր ճանապարհն անցել է Թրամփի քնի պահը վերածելով ամերիկյան ինտերնետային հեգնանքի նոր աստղային դրվագի։ Թեև ջազը ծնվել է դեռևս մինչև ալկոհոլի վաճառքի արգելքը նույն ինքը 4 օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ, բայց հենց այդ օրենքը մեծապես նպաստեց նրա տարածմանն ու զարգացմանը։ Այսպիսով 1920-ականներին ԱՄՆ-ում ձևավորվեց ընդհատակյա գիշերային ակումբների մշակույթը, որտեղ օրենքից դուրս վաճառվող խմիչքները եւ կենդանի երաժշտությունը դարձան միմյանց անբաժան մասեր։ Ակումբները սկսեցին մրցակցել իրար մեջ, այդ մրցակցությունը նպաստեց այնպիսի լեգենդար արտիստների համբավի աճին, ինչպիսիք էին օրինակ Լուի Արմսթրոնգը, Քինգ Օլիվերը, Դյուկ Էլինգթոնը եւ այլոք, ովքեր իրենց հայտնիության շնորհիվ հսկայական շահույթ էին ապահովում մաֆիայի համար, որի ներկայացուցիչները այդ ակումբների իրական տերերն էին։ 4 օրենքի տարիներին տասնյակ հազարավոր ապօրինի սրահներ փակվեցին, սակայն խմիչքի պահանջարկը չնվազեց։ Փակվածների փոխարեն հայտնվեցին հազարավոր ապօրինի ակումբներ։ Այդ ակումբները անվանում էին Speak Easy։ Սկզբում այնտեղ նվագում էին այդ ժամանակների հատկանշական երաժշտությունը, սակայն շուտով պարզ դարձավ, որ ջազը շատ ավելի համապատասխան է ազատ ու զվարճանքներով հագեցած ակումբներին։ Փոքր ջազ նվագախմբերը դարձան յուրաքանչյուր Speak Easy-ի պարտադիր բաղադրիչ եւ ապահովում էին ուրախ պարային եւ ֆոնային երաժշտություն։ Ջազը արդեն դարձել էր երիտասարդների ամենասիրած եւ պահանջված երաժշտությունը եւ հենց դա էր պատճառը, որ 1920-ականները կոչվեցին ջազի դարաշրջան։ 1920 թվականին գործարկվեցին առաջին ռադիոկայանները եւ ջազը սկսեց հնչել ողջ երկրով մեկ։ 1922-ին արդեն ավելի քան 550 ռադիոկայան էր գործում ԱՄՆ-ում։ 1920-ականների կեսերին տեխնոլոգիան նոր թափ տվեց ջազին։ Սփիքիզիներում հայտնվեցին մետաղադրամով աշխատող ֆոնոգրաֆներ, որոնք նվագում էին բարձրորակ 78 պտույտ րոպե ձայնապնակներով։ 1927-ին Միչիգանի American Music Instrument Company-ն ստեղծեց առաջին էլեկտրոնային ջուքբոքսը 10 ձայնապնակով եւ 20 երգի ընտրությամբ, 5 ցենտով։ Ջազ լսելը դարձավ զանգվածային հոբբի։ Չնայած շատ աֆրոամերիկացի երաժիշտներ նվագում էին միայն սպիտակ հանդիսատեսի առաջ, սփիքիզիները աստիճանաբար նպաստեցին ռասայական խտրականության նվազմանը։ Սկսեցին բացվել սև ու սպիտակ ակումբներ, որտեղ միասին ժամանակ էին անցկացնում տարբեր ռասաների մարդիկ։ Դա մի բան էր, որն այդ տարիներին Ամերիկայում գրեթե աննախադեպ էր։ 1920-ականների վերջում Չիկագոն արդեն համարվում էր Ամերիկայի ջազի մայրաքաղաքը իր հարավային հատվածի բազմազան ակումբներով։ Ջազը դարձավ այդ դարաշրջանի սիմվոլը, դառնալով ապստամբության, նորարարության եւ ինքնադրսևորման ձայնը։ Այն փոխեց ոչ միայն ամերիկյան երաժշտությունը, այլև ամբողջ հասարակության մտածողությունը, ցույց տալով, որ արվեստը կարող է ծաղկել նույնիսկ ամենախիստ սահմանափակումների պայմաններում։ Այսօրվա համար նախապատրաստել էինք այսքանը։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, սիրով կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը։ Կհանդիպենք վաղը 5:30-ին։ Հաջողություն։